շատ կրճատվել է, ինչու։ Ագրատները, որ շատացել են, իրանք ոչնչացնում են տատրանքների բները։ Բռնում ու կենթանի կուլ ատարի։ Չինացիները իրանց վարժեցնում են օղակ են հագցնում, ինքը չի կարողանում կուլա, իրանց պես որս են ատարի։ Էդ էլ ատողում չեք էլ Վարաշտանում չկա։ Ականջի իմաստը, հասարակ բան ասեմ, եթե դու բաժակել դնես ականջի, էլի խշոցը կգա։ Եթե ուժեղ սենց երկու ականջը սխմես, էլի խշոցը կգա։ Էդի ականջի կառուցվածքի հետ ակապած, էդի խխունջից։ Վարդագույն հավալուսն ինքը կլոր տարի չվայհուր է, այսինքն ինքը գայս է Հայաստան, ձուկը ուտում է ու վերադառնում է որտեղից եկել է։ Սա երեխաներ, այս են ասանում, զատուկա։ Լեշակեր թրծունել, այսինքն իրանք սնվում է սատկած կենթանիներով։ Մենք ունենք 4 պես է, բոլորը բանի դրսում են, չէ։ Հիշանգը, գարնանգը, սևանգը, սպիտակաղնուխ անգը։ Սրանց թևերի բացվածքը հասնում է մոտ 3 մետրի, այս են դիճապը։ Դե, բացվածքը այս են։ Adamı hop evet ama gidecek var mı ne güzel oluyor altına gidecek evde şundan çıkan gidecek eve ne güzel dolanıyor Էսի մեր արջնա ինքը կարմիր դրվում է, երեխաներ, այ աթիսները նայեք, քարակզակից մոխրագույն ասում եմ փոքր աթիս։ Էս ինքը գիժատի չէ, սրա չապսերին մի նայեք, սա կարամտնի հավանոտ, սա խավերի խեղտի, ձմուկ են ասում սրանց։ Հա, փոքր աթիս, այո։ Էսի ձերնա թևավորներից չղջիկներ են, այո։ Սա ջրասամույր է, միատ նայեք ինքը մատների արանքում լողաթաղանդ ունի, ինքը սնվում է ձկներով, էլի կարմիր գրքային է։ Միջատակերներից սովորական ոզնի և հազվագյուտ կարմիր գրքային ականջավոր ոզնի։ Խլոտ միջատներով ասամ։ Իսկ ստեղ սկսում են արդեն կրծողները, արմետները, սկյուրերը, տեսել եք, չէ բուսաբանականը, լիքը կասկի։ Էսի գորեղամուկ է կոչվում, ինքը կույր է, էլի գետնի տակ է ապրում։ Էսի ճագարամուկն է, Տուշկանջիկ, իսկ են մեկը գետնասկյուր կամ սուսլիկ։ Ճագարամուկ։ Եղանեք քնամակները, իրանք ցերեկը քնում են, գիշերն են վազվզում, ժամարեն